Ինչպես տնային պայմաններում հասարակ ձեռքի տակ եղած առարկաների նյութերի միջոցով ստանալ նման գեղեցիկ անտառային տնակի մակետ։ Եկեք քայլ-քայլ տեսնենք եւ հասկանանք։ Սկզբում պատրաստում ենք հիմքը, որի համար կարող ենք օգտագործել կամ հաստ ստվարաթուղթ կամ DSP, որի վրա ամրացնում ենք նաև պենոպլաստ, որպեսզի կարողանանք դրա վրա հեշտությամբ ամրացնել նաև մեր մնացած մյուս դետալները։ Սկսում ենք ցանկապատը սարքել, հասարակ ծառի ճյուղը կտրատված միաչափ եւ համաչափ հեռավորությամբ ամրացնում ենք պենոպլաստի վրա, այնուհետև լուցկու հատիկներից պատրաստում ենք ցանկապատ։ Սա արդեն հաստ ստվարաթղթից ստանում ենք տնակի նախնական մակետը, որի վրա ավելացնում ենք գեղեցիկ ուզորներ, պատրաստում ենք պատուհանները, ներսում փակցնում ենք հետաքրքիր տեսարաններ կենդանիներով, ավելացնում ենք լուսավորություն, լույսերը հասանելի են ամենտեղ կան, մարտկոցներով տեղային ամրացման լույսեր են, ուղղակի ամրացնում եք տնակին ներսի կողմից, իսկ միացման հարմարանքը տեղավորվում է տնակի հետևի մասում։ Այնուհետև պատրաստում ենք փոքրիկ ջրվեժիկ լճակը, տնակի վրայի ձյուների մասը արված է բրդով եւ վերջում ավելացված է ալյուր, տնակի վրա օգտագործել ենք սիլիկոնե սոսինձ եւ էմուլսիա, այնուհետև ավելացնում ենք ձյունը, պենոպլաստի վրա քսում ենք էմուլսիա եւ ավելացնում ենք բամբուկ, որը տալիս է ձյան էֆեկտ, ավելացնում ենք ծառերը էլի անտառից հավաքած չորացած բույսեր են, ճյուղեր են, տնակի շուրջ եղած քարերը եւ բնական քարեր են, հավաքել ենք փողոցից, այստեղ ցանկապատը ներկում ենք ոսկեգույն եւ էլի ավելացնում ենք լուսավորություն եւ մեզ մնում է ավելացնել թզուկներին եւ տոնածառը եւս բնական տոնածառի տերևներով հավաքված է, ֆետրից բուրգ ենք սարքում եւ բուրգի վրա սիլիկոնով ուղղակի հերթականությամբ ամրացնում ենք տոնածառի տերևիկները եւ ստացվում է այսպիսի գեղեցիկ պատկեր։ Լույսերը բնականաբար կարող ենք անջատել եւ մեզ անհրաժեշտ պահին միացնել։ Եթե ունեք հարցեր նյութերի, չգիտեմ, պատրաստման եղանակի, այստեղ լճակը ինքը սիլիկոն է, որի տակ ներկված է ուղղակի գուաշով։ Թզուկները պատրաստված են սովորական սոճու կոներից, մորուքը բամբակ է, գլխարկը ֆետր։ Շատ պարզ սխեմա է, ինձ թվում է դժվարություն չի առաջանա։ Անպայման պատրաստեք եւ մեկնաբանություններում կիսվեք, որքանով էր հասկանալի այս ինստրուկցիան։